Բարև ձեզ հարգելի ագընտիրներ, հայրենիք լրատվական կենտրոնեն կհաղորդենք լուրերը։ Ըստ Նիկոլ Փաշինյանի, իր կառավարման օրերուն Հայաստանի պետական բարտկը գրեթե գրտնապատկված է, որովհետև զենք քնած են։ Նաև վարգերը ստացած են կորոնավիրուսի համաճարակը հաղթահարելու համար։ Երբ ընդդիմադիր պատգամավորներ ազգային ժողովի մեջ Փաշինյանի հարց տվին, թե ինչպես ծախսված են վարգերը, Փաշինյան չհստակացուց, թե որքան բարդ վերցուցած են իր հիշած երկու նպատակներուն համար։ Սակայն խնդիրը այն է, թե պետական բարտին մասին պաշտոնական զեկուցումները, կառավարության որոշումներն ու պետական տարբեր կառույցներու հաշվետվությունները կվկայեն, որ Փաշինյանի բնդումները ճիշտ չեն, որովհետև անցնող տարիներուն Հայաստան տրամական նոր բարդավորությունները ստանձնած են նաև այլ նպատակներու համար։ Օրինակ, ամիսներ առաջ կառավարությունը 750 միլիոն դոլարի վարկ վերցուց նախորդ բարտկը վճարելու համար։ Տեղին է նշել, որ կառավարությունը կնախատեսի հալ տարի 1.4 միլիարդ դոլար նոր բարկ վերցնել պետական բյուջեին բացակայելու համար։ Ամերիկացի 27 ձեռագուտականներ Ed Markey և Sheldon Whitehouse-ի գլխավորությամբ, ինչպես նաև ձեռագույտի դեմոկրատականներու ղեկավար Չակ Շումերի աջակցությամբ, արտաքին գործոս նախարար Մարկո Ռուբիոյի հղեցին նամակը նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին գոչ ուղղելով, որ պահանջվի Ադրբեջանի մեջ արգելափակված պատերազմական հայ քերիներուն և քաղաքական ղեկավարներուն անհապաղ ազատ արձակումը։ Ամերիկայի Հայ-Տատի հանձնախումբին հրապարակած հաղորդակցության մեջ կնշվի, որ ձեռագուտականները նաև կպահանջեն, որ միջազգային դեպեր արտոնությունը ստանան մասնակցելու Բաքուի մեջ ընթացող գեղձ դատավարություններուն, ինչպես նաև գործածության տրվի Global Magnitsky պատժամիջոցները ադրբեջանցի այն պաշտոնատարներու նկատմամբ, որոնք պատասխանատու են մարդու իրավունքներու խախտումներու համար։ Մեկնաբանելով Միացյալ Նահանգներու Հայ-Տատի հանձնախումբին օժանդակությունը վայելող այս նամակին հրապարակումը, Հայ-Տատի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյան նշեց, որ այն փաստ է, թե 27 դեմոկրատական ձեռագուտականներ, որոնք գազմին գեսեն ավելին են, ստորագրած են նամակին տակ, կբարձրացնե հայկական հարցերու թերը ամերիկյան արտաքին քաղաքական օրակարգին մեջ, զգալիորեն նաև բարձրացնելով անոնց նշանակությունը հանրապետական կուսակցության և Թրամփի վարչակազմին համար։ Ձեռագուտականները կնշեն, որ զեկույցները ցույց կտան, որ քաղաքական պատանտները ենթարկված են բռնություններու և նվաստացուցիչ վերաբերումի, իսկ գաղտնիությունն ու ընդարձակարգային խախտումները լուրջ կասկածներ կհարուցեն դատավարություններուն արդարության և օրինականության վերաբերյալ։ Խումբը արքեպիսկոպոսներ և եպիսկոպոսներ այցելեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանի, որ բարձրաստիճան հոգևորականներուն շնորհակալություն հայտնեց իրենց սկզբունքային դիրքորոշման համար, զոր արտահայտած են հրապարակված հաղորդակցության մեջ։ Սակայն հստակ չէ, թե գղերականները ստորագրած են իշխանամետ մամուլին կողմէ հրապարակված հաղորդակցության տակ, թե ոչ։ Անոր մեջ նշված է, որ ամենայն հայոց կաթողիկոսը ամեն գնով կփորձե ծածկել Արշակ Սրբազանին արարքը, և թե փորձաքննությամբ հաստատված է Արշակ arczepiskopos Խաչատրյանի վերագրվող տեսանյութերու իսկությունը։ Փաշինյանի հետ տեսակցած հոգևորականներուն շարքին էր Վայոց Ձորի թեմի առաջնորդ Աբրահամ arczepiskopos Մկրտչյան, որուն անունը գար հայտարարության տակ, իսկ ստորագրությունը ոչ։ Անհայտնեց, որ եթե ստորագրած ըլլար, կստորագրեր։ Վարչապետը հրավիրած էր հանդիպման, ինքնալ կացած է։ Այսպիսով, գա հրապարակված հաղորդակցությունը,
ուր նաև գա անորոշություն, թե որոնք ստորագրած են անորդակ։ Մինչ այդ մայրաթորը փոխանցեց, որ հաղորդակցությունը խեղաթյուրումներով շարադրված է։ Ըստ Ադրբեջան այցելած 5 հայ փորձագետներուն Ալիևի արտաքին քաղաքական հարցերով օգնական Հետմետ Հաջիև հավաստիացուցած է, թե հայ կերիներու հարցով աշխույժ բանակցություններ կընտանան։ Խնդիրը այն է, թե ինչ բանակցություններու մասին է խոսքը, բնավ հստակ չէ։ Փորձագետներուն խումբի մեջ գտնվող Բորիս Նավասարդյան հույս հայտնեց, որ հարցը տերևս որոշ լուծում ստանա, բայց երբ եւ ինչպիսի լուծում, ըստ երևույթին ժամանակի ընթացքին ավելի հստակ կդառնա։ Անսավ որ կան որոշ մանրամասնություններ, բայց որովհետև անոնք վերջնական չեն, չուզեր անոնց մասին խոսիլ։ Ամենայն դեպս Ադրբեջանի իշխանությունները հստակորեն մերժած են պատերազմական հայ կերիներուն հետ տեսակցելու հայկական խումբին առաջարկը։ Միջազգային եւ համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ եւ արտարության եւ մարդու իրավունքներու հայկական կենտրոնի գործադիր տնօրեն իրավապան Սիրանուշ Սահակյան, որ գզբաղի Բաքուի մեջ բանդարգված պատերազմական հայ կերիներու հարցով, հայտարարեց, որ Միացյալ Նահանգներ ունին անհրաժեշտ լծակներ, որպեսզի բարդատրեն Ադրբեջանի պատերազմական հայ կերիները ազատ արձակելու համար։ Սահակյանի համաձայն աշխարհակահաղական ներկա իրողության մեջ ճիշտ քայլման է Միացյալ Նահանգներու դիմելը, նկատի ունենալով, որ անոնք կգրեն առանցքային եւ հատուկ պատասխանատվություն պատերազմական հայ կերիներու ազատ արձակման հարցի մեջ, որովհետև նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը հատուկ պայմանագրային դրույթ չի նախատեսել կերիներուն ազատ արձակման վերաբերյալ։ Արցախի խորհրդանիշին վերածված «Մենք ենք մեր սարերը» արձանը ադրբեջանցիներու կողմէ վանդալիզմի զոհ դարձած է։ Թալիշ լրագրող Ռահիմ Շալիևի հրապարակման հողում կատարելով Քեղարդ գիտահետազոտական հիմնադրամը հաղորդեց, որ Դադիկ Բաբիկ հանրազանոթ արձանին արջևի հատվածին վրա ադրբեջաներենով գրություններ փորագրված են, ինչ որ վանդալիզմի բացահայտ ցուցանիշ է։ Շալիևի գրառման մեկնաբանություններում մեջ ուրիշ օգտատերմը հրապարակեց այլ տեսանյութ, ուր արձանին դարբեր մասերուն վրա գերևին ադրբեջաներեն գրառումներ։ Արցախյան խորհրդանիշի վերածված արձանը քանդելու մասին հաջող կխոսվի Ադրբեջանի խորհրդարանի մեջ։ Այս հարցը արձարծողներու մեջ առաջադար դիրքերու վրա կգտնվի Կուդրատ Հասանգուլիև, որ արձանը քանդելու եւ անոր դեղ ադրբեջանցի զինվորներու պատվին հուշարձան կանգնեցնելու առաջարկ կատարած է։ Ազգային ժողովի մեջ կայացան լսումներ ընդդիմադիր երկու խմբակցություններուն նախաձեռնությամբ քաղաքական բանդարգյալներու մասին։ Հայտարարվեցավ, որ լսումներուն հրավիրված են ընդհանուր դատախազ Աննա Վարդապետյան եւ միջազգային կառույցներու ներկայացուցիչներ, սակայն միայն ներկա գտնվեցավ Հայաստանի մեջ Միացյալ Նահանգներու դեսպանատան քաղաքական ներկայացուցիչը, իսկ իշխանական պատգամավորները բոլորն ալ բացակայեցան խորհրդարանական լսումներեն։ Պատգամավոր Էլինար Վարդանյան ներկայացուց շրջանառության տրված հայտարարության նախագիծը Հայաստան խմբակցութենեն պատգամավոր Իշխան Սաղաթելյան ընդդիմադիր քաղաքական բոլոր ուժերուն դիմեց համագործակցության առաջարկով զերծ մնալով իրարու դեմ հակակառուցչութենե ան համախմբվելու եւ նախընտրական ընտրական եւ հետընտրական հոլովույթները վերահսկելու, ինչպես նաեւ եկեղեցին եւ քաղաքական բանդարգյալները պաշտպանելու գոչ կատարեց։
Սրբազան բայկարի աչագիցներեն Լիդիա Մանտաշյան, որ կհամարվի Հայաստանի մեջ քաղաքական միակ գին բանդարգյալը, 3 ամսվան գալանքի երկարաձգման տադական վճիրեն յետ հանգարց ազատարձակվեցավ։ Մեծ հարցականներ գծելով նախապես արձակված վճիրին կապակցաբար։ Իրավաբաններ և մեծ թիվով քաղաքացիներ խոր ընդվզում հայտնած էին Մանտաշյանի դեմ արձակված վճիրին համար։ Մանտաշյան ազատարձակվեցավ դատարանի դահլիճեն։ Անոր գալանքը փոխվեցավ վարչական հսկողությամբ և 2.5 միլիոն դրամի գրավով։ Դատախազները, որոնք անցյալ շաբաթ դեմ էին ազատարձակման, ընդունելի համարեցին պաշտպան փաստաբաններուն ներկայացուցած հիմնավորումներն ու մտահոգությունները և փոխեցին վճիրը։ Հայաստանցի իրավաբաններ ահազանգ հնչեցուցին բանդերու մեջ արձանագրված մահերու կապակցաբար։ Ըստ պաշտոնական տվյալներու, անցնող 11 ամիսներուն ընթացքին 21 դատապարտյալ մահացած է բանդի մեջ։ Այս մահերուն 13-ը կենսաբանական պատճառ ունին, իսկ 8 մահերուն պատճառը անձնասպանությունն է։ Բանդերու մեջ հասարակական հսկողություն կատարող թեթերու խումբի ղեկավար Սերգեյ Գաբրիելյանի համաձայն դատապարտյալները ճիշտ ժամանակին բժշկական խնամք չեն ստանար։ Տեղերը կուշացվին, իսկ բժիշկները խտրական վերաբերում ցույց կտան դատապարտյալներու նկատմամբ։ Անառողջապահության նախարարությունը և բանդային համակարգը պատասխանատու համարեց բանդերու մեջ մահացության դեպքերու աճին համար։ Տեղին է նշել, որ Հայաստանի բանդերու մեջ արգելափակված 2701 անձերուն կեսեն ավելին, ավելի քան 1400-ը գալանավորյալներ են, որոնք չեն դատապարտված։ Ի վերջո կարելի եղավ ամբողջությամբ մարել Գեղարքունիքի, Դավուշի, Լորիի, Շիրակի, Գոտայքի, Արաքածոտնի և Սյունիքի մարզերու բուսածածկ և խոտածածկ տարածքներում մեջ ծագած հրդեհներուն բոլոր օջախները։ Գործողություններում մասնակցեցան ավելի քան 2700 հրշեջներ, ոստիկանության ստորաբաժանումներ և բնակիչներ։ Հրդեհներուն մասին առաջին ահազանգը ստացված էր 21 նոյեմբերին։ Իսկ այժմ հարցազրույց պիտի ունենանք քաղաքագետ Արսեն Բաբայանի հետ։ Բարև ձեզ։ Բարի երեկո։ Իրավաբանները ինչ հիմքերու վրա հենելով կբնտեն, որ Հայաստանի մեջ մոտավորապես 60 անձեր քաղաքական բանդարգյալներ են, որոնք հետապնդման կենթարկվին իրենց քաղաքական հայացքներուն, կարծիքներուն և դիրքորոշումներուն համար։ Ամենապարզ կանոնը կամ ամենապարզ ձևը հասկանալու համար այդ մարդիկ որևէ հանցագործություն չեն արել։ Այդ մարդիկ մեղադրվում են իրենց արտահայտած կարծիքի, խոսքի համար։ Եվ ամենևին պարտադիր չի, որ մարդիկ լինեն քաղաքական գործիչներ, որպեսզի նրանց նկատմամբ իրականացվող հետապնդումները համարվի քաղաքական։ Այդպիսի բազմաթիվ միջազգային փաստաթղթեր կան, ԵԽԽՎ-ի բազմաթիվ բանաձևեր կան, եւ թեկուզ հենց միայն այն հանգամանքը, որ կիրառվում է խտրականություն, օրինակ քաղաքական իշխանության աջակիցների կողմից ընդդիմության նկատմամբ իրականացվում է որոշակի արտահայտություններ կամ իրականացվում է տարբեր գործողություններ, եւ նրանց նկատմամբ որևէ հետապնդում չի սկսում, սակայն եթե դա ընդդիմադիր գործիչ է կատարում, անում իշխանության նկատմամբ, ապա նրանց նկատմամբ իրականացում է բիրտ քրեական հետապնդումներ, սա հենց ինքնին խոսում է քաղաքական հետապնդման մասին։ Ակնհայտ է, որ քաղաքական հետապնդումները Հայաստանի Հանրապետությունում շարունակվում են, ակնհայտ է եւ իսկապես հիմնավոր է, որ բոլոր նմանատիպ գործերով, բոլոր նմանատիպ ակցիաներում միշտ իրականացում է քաղաքական հետապնդումը, անունը դնելով քրեական քողի ներքո իրականացում է քաղաքական հետապնդում եւ քաղաքական բանտարկություններ։ Ինչու ազգային ժողովի մեջ կազմակերպված լսումներուն ներկա չգտնվեցան
ժողովրդավարության, խոսքի ազատության եւ մարդու իրավունքներու մասին նախապես անդադար խոսող եվրոպացի դիվանագետները։ Շատ կզարմանա, եթե դատախազությունը կամ Հայաստանի Հանրապետության իշխանությունը ընդունեին, որ ունեն քաղաքական բանտարկյալներ կամ նրանք իրականացնում են քաղաքական հետապնդումներ։ Բնականաբար չեն ընդունելու առնվազն թեկուզ հենց նշված միջազգային, հա, դիտորդների կամ միջազգային հանրության աչքին սուրբ երևալու համար։ Բայց դրանք կան, ինչի նրանք չէին եկել ազգային ժողով, դե որովհետև ըստ էության ուղիղ ասելիք չունեն, չեն կարող նրանք ուղիղ որևէ կերպ արտահանալ կամ հիմնավորել, երբ որ հարցերը կլինեին քաղաքացիական հասարակության կողմից, հարցերը կլինեին մասնագիտական հանրության կողմից փաստաբանների, նրանք չէին կարողանալու ուղղակի հակադարձել դրանց, որովհետև դուք բոլորդ հավանաբար նկատել եք, որ բազմիցս մենք հանրային մեր խոսքում այդպիսի բազմաթիվ փաստեր ենք ներկայացնում, որոնց սակայն պատասխան չի լինում, իսկ այնտեղ ստիպված էին լինելու ուղիղ պատասխանել։ Ինչի միջազգային հանրությունը ձայն չի անում, ցավոք սրտի այստեղ կա քաղաքական դրդապատճառ եւ ցավոք սրտի այդ դրդապատճառը կապված է Արցախյան մեր վերջին իրադարձությունների հետ, Ռուսաստանի հետ հարաբերությունների հետ, չգիտեմ, Ուկրաինայի հետ, այսինքն ամբողջ այս ամեն ինչում ցավոք սրտի ավելի առավելություն է տրվում քաղաքական ցանկությունների։ Իշխանությունները քննադատելու համար սպիրկահայերու գարկիլվի Հայաստան մուտք գործել։ Աննախադեպ իրավիճակ նաև ստեղծված է ընկերային հաղորդակցության հարթակներու վրա դեսագետներու արդահայտության եւ թիրքորոշումներու գաբակցապար։ Սպիրկահայերը ինչպես կրնան պաշտպանել հայրենիք այցելելու իրենց իրավունքը։ Սոցիալական ցանցերում այս ամեն ինչի հետ կապված որ իրականացում ակրական հետապնդումներ, եթե կհիշեք, սրանից առաջ մի պահ իրականացրեցին ծանր վիրավորանքը, այսինքն եթե որևէ մեկը որևէ անձի հայհոյում էր օրինակ, դրա համար քրեական պատասխանատվության էին ենթարկում, սակայն միջազգային իրավունքում եւ զարգացած ժողովրդավար պետություններում վիրավորանքի համար, այդպիսի վիրավորանքի համար քրեական պատասխանատվություն չի կարող լինել։ Դե ստիպված էր այս իշխանությունը քրեական օրենսգրքից հանել այդ վիրավորանքը, սակայն չէր կարողանում որևէ կերպ իր մեջ հրաժարվել այդ ցանկությունից, որ վիրավորողին ենթարկի քրեական պատասխանատվության։ Եվ խուլիգանություն հոդվածը ռեզինի նման այսպես երկարացվեց, այնպիսի մի իրավիճակ ստեղծվեց, որ խուլիգանություն հոդվածը այլևս կիրառվում է ցանկացած այնպիսի խոսքի համար, որը ուղղակի քննադատություն է իր մեջ պարունակում, այդպիսի բազմաթիվ օրինակներ կան, օրինակ ամենաթարմը մեր Իննեմնիմի ոդքասթի Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ իրականացված հետապնդումը քրեական, որը քաղաքական հետապնդում է, առավել եւս որ դրանից առաջ մենք արդեն մեկ նմանատիպ գործով արդարացման դատական ակտ ունենք։ Սա է պատճառը, որ իշխանությունը չի հրաժարվում այն ցանկությունից, այն հիվանդ ցանկությունից, որպեսզի պատժի իրեն քննադատողներին։ Ինչ անի Սփյուռքը կամ ինչ անենք մենք բոլորս ընդհանրապես այս իրավիճակից դուրս գալու համար, նախ որպես միակ հիմնական գործնական քայլը պիտի տեղի ունենա իշխանապողություն։ Այս իշխանությունը պիտի հեռանա եւ պետք է գան հայկական իշխանություններ, հայանպաստ մտածողությամբ իշխանություններ, որ բոլոր հայերի համար Հայաստանի Հանրապետությունում ստեղծվի բավարար լավ պայմաններ։ Շնորհակալություն ցեզի։ Հարգելի ակնթիրներ, մեր զրուցակիցներ քաղաքագետ Արսեն Բաբայանը։ Այսպիսով իր ավարտին հասավ մեր լրատվությունը։ Կալ շաբաթ նոր լրատվությամբ կհանդիպինք։ Ցտեսություն։